Ողջույն, եթերում ABC լուրերն է, ես Գառնեմ Թուաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ադրբեջանական զենք փոխադրող օդանավերը սկսել են թռչել Հայաստանի տարածքով, ինչ է պարզել լրատվամիջոցը։ Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներին ազատ չարձակեն, ամերիկացի կոնգրեսականի հայտարարությունը։ Գրավ, բացակայելու արգելք ու հանդիպումների սահմանափակում, Սամվել Կարապետյանը կրկին տանն է։ Նոր նստաշրջան հին հարցերով, ազգային ժողովում ընթանում է տարվա առաջին նիստը։ Սիրիայի դեմոկրատական ուժերի բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ, հրադադարի նոր համաձայնագիր են ստորագրել։ Ազգային ժողովում ընթանում է այս տարվա առաջին նիստը։ Այն սկսվել է դեռևս նախորդ տարվա օրակարգում մնացած կարևոր հարցի քննարկմամբ։ Խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի, այդպես էլ չհրապարակված զեկույցի մասին է։ Ավելի քան 5 տարվա ընթացքում կազմված զեկույցը պահում են 7 կողպեքի տակ, թեպետ որոշ պատգամավորներ իրավունք ունեն ծանոթանալու այդ փաստաթղթերի հետ, բայց ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ զեկույցը քննարկվի ազգային ժողովում։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորներին գոնե ծանոթանալ, բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Իրականում շահարկման հարց չկա, երբեք էլ 44-օրյա պատերազմի շահարկման նյութ չի, ինքը քննարկման ուսումնասիրության եւ շահածավալուն ուսումնասիրության նյութ է։ Շահարկումը իրականում իշխանության կողմից էր, սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու։ Մինչ ազգային ժողովում քննարկում են, թե ինչ ձևաչափով պետք է քննարկեն պատերազմի հանգամանքները բացահայտող զեկույցը, ադրբեջանական զենք փոխադրող օդանավերը թռչում են Հայաստանի երկնքով։ Silkway օդանավերը սկսել են թռչել Հայաստանի տարածքով, գրել է Sputnik Armenia։ Լրատվամիջոցը Flight Radar 24 հարթակում արձանագրել է նման թռիչքներից մեկը Հայաստանի օդային տարածքում։ Օդանավը Նախիջևանից Բաքու էր թռչում։ Ընդ որում Il-76 օդանավը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Sputnik Armenia-ին հայ աերոնավիգացիան հաստատել է, որ հայկական տարածքով նման թռիչք եղել է։ Ավելին հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ։ Այդպիսի թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին եղանակային բարդ պայմանների պատճառով։ Իսկ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օդում կախված։ 4 գերիների վերադարձից հետո հանրությունը սպասում է նաև մյուսների վերադարձին։ Փորձագետները եւս չեն բացառում դա, սակայն պաշտոնական Երևանը լուռ է։ Գուցե վերադարձի մասին լուրը կրկին կհայտնեն Facebook-ի գրառմամբ։ Մինչ այդ ամերիկացի կոնգրեսականն է խոսել վերադարձած գերիների ու այնտեղ գտնվողների վերադարձի հարցի մասին։ Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ հարձակումը Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, ասել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Նրա խոսքով ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ Իսկ վերադարձած 4 գերիները փորձում են կյանք վերադառնալ, առնել իրենց կարոտը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, երկար զրուցել ծնողների, քրոջ, եղբոր, կնոջ կամ երեխաների հետ։ Լիբանանահայ Վիգեն Էլջեկչյանը թեպետ հեռավար, բայց խոսել է իր երեխաների հետ։ Պատրաստվում են որդու հարսանիքին, որն արդեն 5 տարի է հետաձգվում էր։ Որդին Սերժը բացառում էր առանց հոր օրհնության ու ներկայությամբ սակադրվելու տարբերակը։ Իմ գործընկերն է հանդիպել Վիգենի կնոջ Լինդայի հետ ու խոսել երկար սպասումից հետո հանդիպել կյանքը վերաիմաստավորելու ու հետագա անելիքների մասին։ Երկար բաժանումից հետո իրենց կարոտն առնել էին փորձում Լինդան ու Վիգենը։ Ամբողջ օրը նրան գրկել էի, շատ էի կարոտել, չէի ուզում 1 րոպե անգամ բաց թողնել Վիգենին։ Հասել էին հյուրանոց ու մի անգամից զանգել երեխաներին։ Ինչ է ապրի։
Տարիներ առաջ կորցրած միասնությունը, սերը նորից զգալու համար։ حكينا كتير قصص عن Մենք վերջապես խոսեցինք իրար հետ, ընտանեկան երեկույթի էր նման, անչափ ուրախ էինք։ Վիգենն անդադար ուզում էր տեսնել Սերժին ու Քրիստին, լսել նրանց ձայնը։ كان موجود Վիգենը լավ չի լսում, նորմալ չի քայլում, վիզը չի շարժում։ Ամեն փոքր բանից ուրախանում է, պատմում է կինը։ Ասում է, հայրենիք վերադառնալու լուրից սիրտն ուրախությունից պայթում էր, անիրական երազ էր թվում։ هو حديثنا كان Վիգենի հետ հանդիպելը չէինք հավատում, որ նա վերադառնալու է։ Անասելի տառապանքների միջով ենք անցել։ Հոգեկան ծանր խնդիրների ենք բախվել ես ու աղջիկս Քրիստին։ Որդիս ավելի ուժեղ էր, բայց մենք ամբողջ ընթացքում մի մտավախություն ունեինք, որ եթե Վիգենը չվերադառնա, տղաս չի ամուսնանա։ معلم بقلبه Վիգենի վերադարձը նվեր էր որդու համար։ Պսակադրությանը հոր ներկայությունը երազանք էր դարձել, որ նրանց հավատի շնորհիվ իրականություն է դարձել։ Լինդան պատմում է, 2 ամսից վերջապես կամուսնանա որդին։ Ասում է, իրենց երջանկությունը կիսատ է դեռ, քանի մյուս գերիները եւս տուն չեն վերադարձել։ Ես լավ եմ հասկանում նրանց։ Անասելի ցավ ու վիշտ է։ Ադրբեջանում պահվող գերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, հայրենիք։ Ես իմ ուրախության մասին չեմ ուզում կոչել, հարգելով դեռ գերեվարված ընտանիքների ցավը։ Լինդան եւ Վիգենը որոշել են Հայաստանում ապրել։ Գնալու են Լիբանան, որդուն եւ աղջկան տեսնեն ու աղջկա հետ Հայաստան գան։ Շատ եմ սիրում Հայաստանը, շատ։ Չեմ ասում, որովհետև նկարում եք։ Ես իսկապես սիրում եմ այս երկիրը։ Էլջեքյանների ընտանիքի երջանկությունը վերականգնվել է Վիգենի վերադարձով։ ما نطرت حدا تشوفك Նրանք որոշել են այլևս միասին են քայլելու։ اشوفك بس Վիգենի առողջական խնդիրները մեկ առ մեկ բուժելով, ընտանիքը կարևորելով ու միայն սիրուն գերի դառնալով։ Սեդամակարյան, Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Գործարար Սամվել Կարապետյանին ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից տեղափոխել են տուն։ 14 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ արձանագրել է, որ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել։ Ուստի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դատարանը Կարապետյանի նկատմամբ կիրառել է գրավ եւ բացակայելու արգելք, նաեւ արգելել տեսակցել Նարեկ Կարապետյանի։ Միևնույն ժամանակ վերացրել են հրապարակային խոսքի վերաբերյալ սահմանափակումները։ Իսկ ավելի վաղ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Շարժումը շուտով կներկայացնի Սամվել Կարապետյանի տեսլականը եւ նրա ծրագրերը տնտեսության եւ անվտանգության ոլորտներում։ Կարապետյանի խոսքով առաջին խոշոր իրադարձությունը տեղի կունենա այս շաբաթ։ Իսկ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին Էջմիածին բժշկական կենտրոն։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ սրտի վիճակը կարգավորվել է եւ Սամսոնյանին կրկին տարել են բանտ։ Իսկ Anti-Fake EM-ի թիմն ակցիա է իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտության պայմանավորված Նարեկ Սամսոնյանին բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այցելել է Իզմիլյան բժշկական կենտրոնում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին եւ ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանին։ Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ։ Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է, ասել է պատգամավորը։
Մասյացոտնի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարակ է մատուցել թեմի նոր առաջնորդ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Սատանան ուզում է մեզ պառակտել, բաժանել ծիսակատարողականության ճանապարհով։ Պիտի միավորվենք, սիրենք իրար։ Հայ Ռուբենը վստահ է, որ հայ առաքելական եկեղեցին այս փորձություններն էլ կհաղթահարի։ Շիրակի թեմից բարեխնամ առաջնոր, ըստեր Միքայել Սրբազան արքեպիսկոպոս, շնորհես ձեզ մեզ ընկերկայնավոր Սուրբ Վարդապետության։ Այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու եւ ինչքան հնարավոր է պառակտումը եթե հնարավոր չլինի ամբողջությամբ փարատելու, բուժելու, գոնե հնարավորինս այս պառակտումը վերացնելու։ Հայ Ռուբենն անդրադարձել է նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դատարան ներկայացրած միջնորդությանը։ Նրա խոսքով երբևէ նման նախադեպք չի եղել եւ հույս ունի, որ այս մեկ դեպքը չի դառնա շարունակական։ Մենք բան չունենք, աշխատանքային պայմանագիր չունենք, մեր ծառայությունը եւ նշանակումները մեր եկեղեցական հնազանդության ուխտի դրա վրա է եւ վեհապարը բոլոր իրավասություններն ունի եւ թեմի առաջնորդ նշանակելու եւ թեմի առաջնորդին հետս կոչելու, այդ թվում նաեւ նոր թեմեր բացելու կամ փակելու։ Ավելի վաղ Մասյացոտնի թեմի 21 հոգևորական հայտարարել էր, որ Ռուբեն Վարդապետին ճանաչում են որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ, հորդորելով չտրվել սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին եւ զգուշանալով եկեղեցու միությունը խաթարող խոսքերից պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը մայր եկեղեցուն։ Միջազգային լրահոսից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի մեծ առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի հետ լայնամասշտաբ պատերազմի։ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի մոտ 500 աշխատակից, հայտնում է Reuters-ը։ Գործակալության իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ամենաուժեղ բախումները եւ մահացությունների ամենամեծ թիվը եղել է Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ մեծ է քրդական բնակչության թիվը։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շաարան հաստատել է քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում։ Ըստ համաձայնագրի քրդական կոալիցիայի Սիրիայի դեմոկրատական ուժերի բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ։ Փաստաթուղթը նաև հաստատում է Դեյր Էլ-Զոր նահանգում կառավարական բանակի գրաված նավթի եւ գազի հանքավայրերի վերահսկողության փոխանցում Սիրիայի կառավարությանը։ Միջազգային լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Ամերիկայի նպատակն է կուլ տալ Իրանը, սա ամերիկյան խռովություն էր, ամերիկացիներն էին ծրագրել դա, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Մենք Միացյալ Նահանգների նախագահին հանցագործ ենք համարում զոհերի, վնասների եւ իրանցի ազգին ուղղված նրա զրպարտության համար, հավելել է նա։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հետ կանգնել Իրանին հարվածելու մտքից։ Ոչ ոք ինձ չի փորձել համոզել, ես ինքս եմ ինձ համոզել, լրագրողներին ասել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե արաբական եւ իսրայելական երկրներն են արդյոք փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին։ Թրամփը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են հունվարի 15-ին նախատեսված ավելի քան 800 մահապատիժ։ Թրամփը խոստովանել է, որ իրանցի Ղասեմ Սոլեյմանին ուժեղ գեներալ էր, հնարավոր է մենք նման հաջողության չհասնեինք Իրանում, եթե նա ողջ լիներ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի հետևանքով։ Եվրոպական 8 երկիր համատեղ հայտարարություն է տարածել Գրենլանդիա զորք ուղարկելու համար նրանց նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքներից հետո։ Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդել Արկտիկայի անվտանգությունը։ Դանիական նախապես համակարգված զորավարժությունները ոչ մի սպառնալիք չէին ներկայացնում։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Դանիայի թագավորությանը եւ Գրենլանդիայի ժողովրդին, ասվում է հայտարարության մեջ։ Գրենլանդիայի եւ Դանիայի բնակիչներն էլ դուրս են եկել ցույցերի ընդդեմ կղզին բռնակցելու Թրամփի սպառնալիքների։
Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում պաշտոնական հանդիպումից առաջ հանդիպել են ռազմաբազաներից մեկում եւ միասին մարզվել։ Անտարային հրդեհներ են գրանցվել Չիլիում, բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Սուրբ հայտնության տոնի առթիվ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն -15 աստիճանին սուզվել է սառցաջրում։ Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կրասնոդարում, բադերը խցանման մեջ են ընկել։ Առատ տեղումներից հետո սառույցի վերածված ջրամբարներում թռչունները գծել եւ ստեղծել են հարմար երթուղիներ, որոնցով լողում եւ տեղաշարժվում են իրար հետևից մեկ շարքով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում մահացել է Առյուծարքան մուլտֆիլմի ռեժիսորներից մեկը, Ռոջեր Ալերսը։ Նա 76 տարեկան էր, մահվան պատճառը հայտնի չէ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։